Այն թե դուք ինչպես եք վերաբերվում ձեր կյանքի փորձություններին կամ ուրախություններին շատ կարևոր է։ Օրինակ, փորձությունների ժամանակ մենք բոլորս աղոթում ենք մեր Աստծուն, մենք բոլորս խնդրում ենք, բայց շատ ժամանակ մենք ուրախությունների ժամանակ կարծես լուռ ենք եւ մեր մտքով չի անցնում Աստծուն շնորհակալություն հայտնել։ Եվ Սատանան փորձում է մեզ անշնորհակալության շրջանի մեջ դնել։ Եվ այսպիսի մի խոսք կա Աստվածաշնչում, որ ասում է ամեն բանում գոհացեք եւ ամեն բանի մեջ գոհություն հայտնեք եւ սա է Աստծո կամքը, այսինքն եւ ուրախության ժամանակ եւ փորձության ժամանակ։ Եվ հենց քո փորձությունների ժամանակ էլ, եթե դու Աստծուն երախտապարտ ես լինում, սա նշանակում է, որ դու Աստծո հետ ես։ Իսկ եթե դու Աստծո հետ ես, Աստված էլ քեզ հետ է։ Իսկ եթե Աստված էլ քեզ հետ է, ապա դրանից միայն բարիք է դուրս գալու եւ դու դուրս ես գալու այդ իրավիճակից։ Աստված օրհնի քեզ։